Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն, որ բժշկում է քո բոլոր հիվանդությունները, Սաղմոս 103:3 Որքան էլ նվաստացուցիչ լինի այս պնդումը, փաստն այն է, որ բոլորս էլ քիչ թե շատ տառապում ենք մեղքի հիվանդությունից։ Ինչ մխիթարություն է իմանալ, որ մենք մեծ բժիշկ ունենք, ով կարող է և ցանկանում է բժշկել մեզ։ Եկեք մի փոքր ժամանակ հատկացնենք այս երեկո նրա մասին մտածելու։ Նրա բժշկությունները շատ արագ են։ Նրա վրա գցած մեկ հայացքը բավական է կյանք ստանալու համար։ Նրա բժշկություններն արմատական են։ Նա հարվածում է հիվանդության հենց սրտին, այնպես որ նրա բուժումը խիստ որոշակի է և վերջնական։ Նա երբեք չի սխալվում և հիվանդությունը երբեք հետ չի վերադառնում։ Այնտեղ, որտեղ Քրիստոսն է բժշկում, հիվանդության կրկնություն չկա։ Նրա հիվանդները կարիք չունեն վախենալու, որ իրենց վիրահատությունն ընդամենը ժամանակավոր առողջություն է ապահովում իրենց համար։ Ոչ, նա նոր մարդ է դարձնում նրանց, սուրբ սիրտ ստեղծելով և ուղիղ հոգի նորոգելով նրանց մեջ, Սաղմոս 51:10 Նա հմուտ է բոլոր հիվանդությունների դեպքում։ Սովորաբար բժիշկները որոշակի մասնագիտացում են ունենում։ Չնայած նրանք ընդհանուր տեղեկություններ են ունենում մեր գրեթե բոլոր ցավերի և հիվանդությունների մասին, սակայն սովորաբար լինում է մի հիվանդություն, որին ավելի շատ են տիրապետում, քան մնացածներին։ Բայց Հիսուս Քրիստոսը լավ ծանոթ է մեր մարդկային ողջ էությանը և անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր մեղավորին։ Դեռևս չի արձանագրվել մի դեպք, որը դժվարությունների առաջ է կանգնեցրել նրան։ Նա գործ է ունեցել ամենատարօրինակ հիվանդությունների, ամենաարտասովոր դրսևորումների հետ, բայց մի հայացքից հասկացել է, ինչպես պետք է վարվել տվյալ հիվանդի հետ։ Նա միակ տիեզերական բժիշկն է և այն դեղամիջոցը, որ նա տալիս է, միակ ճշմարիտ բալասանն է, որ բուժում է ամեն հիվանդություն։ Ինչպիսին էլ լինի մեր հոգևոր հիվանդությունը, մենք պիտի իսկույն դիմենք այս աստվածային բժշկին։ Չկա սրտի կոտրվածություն, որը Հիսուսնի զորու չէ դարմանելու։ Նրա արյունը սրբում է մեզ ամեն մեղքից, 1 Հովհաննես 1:7 Մեզ բավական է մտածել այն բյուրավոր մարդկանց մասին, որոնք ազատվել են ամեն տեսակի հիվանդություններից, նրա հպման զորությունից և առաքինությունից, և մենք ուրախությամբ մեզ նրա ձեռքը կհանձնենք։ Մենք վստահում ենք նրան, և մեղքը մեռնում է։ Մենք սիրում ենք նրան, և շնորհքն ապրում է։ Մենք սպասում ենք նրան, և շնորհքը զորանում է։ Մենք տեսնում ենք նրան, ինչպես որ է, և շնորհքը հավերժ կատարյալ է դառնում։